ծախսեր կլինի ու կտրվի այդ ընդհանուր գումարը նախնական կլինի 32 միլիոն դրամ, իհարկե արդեն նախահաշիվները որ կազմեն, միգուցե թիվը նվազի, բայց դրանից ավել չի կարող լինել, որ մենք պետք է հավանություն տանք, որպեսզի մենք ունենանք համաֆինանսավորում 20% չափով 64 միլիոն դրամ։ Քվեարկենք կողմ դեմ ձեր բար չկա, անցնենք երրորդ հարցին, տարածքային զարգացման հիմնադրամի արտոնություններ տրամադրելու մասին։ Նշեմ, որ ինչպես արդեն իսկ բոլորս տեղեկացված են, 7 համայնքի ուրուդ և ակարատ բնակավայրերում տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և այլ Գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվում են ջրամատակարարման համակարգերի կառուցման և վերակառուցման համակարգերի վերակառուցման և կոյուղագծերի կառուցման աշխատանքներ, ինչով պայմանավորված առաջարկում է տարածքային զարգացման հիմնադրամին Լորբեթ համայնքում իրականացվող տվյալ ծրագրի շրջանակներում պահանջվող տեղական դուրքերի և վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բոլոր տեսակի տեղական դուրքերի և վճարների վճարումից ազատել։ Համայնքում իրականացվում են Գումարը մերիսի բան գումար չի խոսում։ Քվեարկենք կողմ դեմ ձեր նպատ չկա։ Չորրորդ հարց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լորբեթ համայնքի ավականում մայիսի 25 թվականի մայիսի 8-ի թիվ 33 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Ուրեմն խոսքը վերաբերում է 26 թվականի սուբվենցիոն ծրագրերին, որով մենք նախատեսել էինք երկու ծրագիր, համայնքային և մանկապարտեզների նոր վերանորոգում, ջեռուցման համակարգի տեղադրում և հարասնի բարեկարգում, ավելանում է երրորդ ծրագիրը, դա բնակավայրերի կենտրոնների բարեկարգում նախատեսում ենք, այսինքն կենտրոնների հիմնականում բնակավայրերի կենտրոնական հատվածների բարեկարգման աշխատանքներ, քանի որ մասնակցային բյուջետավորման շրջանակներում հայտել է հավանությանն արժանացել և բնակավայրերի համար պետք է ձեռք բերենք կարուսելներ, այսինքն այդ համատեղ այդ աշխատանքները բարեկարգման եղանակով պետք է արվի ընդհանուր բնակավայրերի կենտրոնների բարեկարգման խաղահրապարակի տեսքով։ Ուրեմն ավելացնեմ, որ սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու ընթացակարգերում փոփոխություններ ա եղել, նախապես պետք է մենք ընտրենք ոլորտները, գերակա ոլորտ ճանաչելով, որից հետո դա քննարկվում ասենք մարզպետի մակարդակի, գնացել ենք մենք քննարկման հավանություն ենք ստացել, նաև պարտավորություն ենք վերցրել մեր վրա, որ համայնքի մեր բյուջեի կատարողականը պետք է դարահասցնենք 120%-ի, որպեսզի այդ 3 ծրագրերն է արդեն հայտերը վերկացնելուց հետո ընթացք տան ու գնալ կառավարություն, որպեսզի որոշում կայացնեն թույլ տան։ Հենց որ կախված այն համայնքները, ովքեր համապատասխան հարկային կարգում ստացել նրանց բյուջեի կատարողականները պակաս կլինի, այդ համայնքների ոչինչ ծրագրի հավանություն չի արժանացել։ Կարևոր նախապայման ծրագրերը կյանքի կոչել, այսինքն մեր բնակչությունը պետք է համայնքի կողմից ներկայացվող յուրաքանչյուր ծրագրի հավանություն արժանանալը կապված է հարկերի հավանությունից։ Այս 3-ը արդեն մտածանք դաշտի մեջ էլի, մնում է, որ մենք 120-ը կատարենք ու 3-ը դա ընթացք ապահովելու համար։ Հիմա մենք հաստատում ենք ծրագրերը։ Ոչ
չկա։ Բոլորին է վերաբերում։ Վերջի հարցը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի վերջաբանկի ավականու երկրորդ նստաշրջանի հերթականքի գումարն օրի եւ ժամը սահմանելու մասին գինուատերություն։ Ուրեմն նշեմ, որ նախատեսվում է վերջին նստաշրջանը ավարտում է, 7-րդ նստաշրջանը ավարտում է, գործում արդեն 8-րդ նստաշրջան եւ նստաշրջանի վերջին օրը առաջարկվում է սահմանել դեկտեմբերի 24-ը ժամը 12:00։ Նստաշրջանի վերջին նիստն է, հետագայում արդեն բյուջեի սա հերթական է, 24-ին հերթական վերջին նիստն է նստաշրջան։ Նստաշրջանը ավարտվում է։ Կողմ չկա։ Մեր հարցերը սպառվեցին, առաջարկություններ, ելույթներ